Բարև Ֆակտոր TV հյուրը հայ կառուցողական կուսակցության նախագահ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն է, ողջույն պարոն Ղուկասյան։ Ողջույն Ռոբերտ։ Մինչ հայաստանյան իրողություններին գալը, եկեք աննկատ չթողնենք նաև ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցողը, կարծես վերվել է հայաստանյան իրողություններում դրա մասին խոսելը, շուրջ 75,000 հարված է տարեսկզբից սկսած ըստ ուկրաինական կողմի Ռուսաստանը հասցրել Ուկրաինայի ենթակառուցվածքներին եւ նախորդային հարվածների հետևանքով գրեթե բոլոր շրջանները հոսանքազրկված են եւ սա չնայած պարոն Ղուկասյան այն բանի ֆոնին, որ նախագահ Թրամփը Միացյալ Նահանգների մեծ ջանքեր գործադրեց իրականում հանդիպում կազմակերպելու եռակոմ վերջերս էլ իր եւ Պուտինի հանդիպումը Հունգարիայում չեղարկեց, ասելով որ մեծ արդյունքներ չի ակնկալում, միշտերես հիշում եմ, ասենք փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին շատ մեծ էր սպասումը, որ նրան կհաջողվի կանգնեցնել պատերազմը, ինչու դա տեղի չի ունենում ամեն դեպքում։ Խորը պատճառներ կան, ինչի տեղի չի ունենում, բայց Տրամփի գործունեությունը ես դիտարկում եմ այլ տեսակետից։ Տրամփը էապես աջակցեց Ռուսաստանում կամավորականների հավաքագրմանը։ Դեռևս իր կարոզարշավի ժամանակ իր թեզը, որ մեկ օրում կավարտի պատերազմը, ակտուալ չէր ոչ ամերիկացիների համար, ընտրողների համար մի ժամում, թե 10 ժամում, թե ինչքան թե մի օրում։ Կասկածելի էր, տարօրինակ էր եվրոպական քաղաքական եւ էքսպերտային համայնքի համար, անհասկանալի էր Ուկրաինայում մարդկանց համար, իսկ Ռուսաստանում դա այսպես ստիմուլ էր, որպեսզի քաղաքացիները գնան եւ կնքեն այդ կիլերական կոնտրակտները ագրեսիայում մասնակցելու, որովհետեւ ըստ էության դա այդպիսի կոնտրակտ է, կնքում ես կոնտրակտ, որպեսզի գնաս փող են տալի, որ մարդ սպանես, հա, դա հայրենիքի պաշտպանություն չի, բան չի։ Կոնկրետ, այսպես ասած, կիլերական գործունեություն է եւ վիճակագրությունը ցույց է տալիս, որ աջակցեց այդ արշավը Տրամփի մոբիլիզացիային Ռուսաստանում, այդ կամավորականների նկատի ունեմ մոբիլիզացիային, որտեղ մարդիկ մտածում են, որ հեսա պայմանագիրը կնքենք, պատերազմը մեկա վերջանալու է, փողերը ստանանք ու այսպես ասած ամեն ինչ լավ կլինի։ Մեծ մասը ովքեր որ նոյեմբերին, դեկտեմբերին անցյալ տարվա այդ հույսով կնքեցին պայմանագրեր, այսօր արդեն կամ սպանվել են, կամ վիրավոր են, կամ ինչ որ այլ վիճակում են, շատ փոքր մասն է իրենցից ողջ մնացել, որովհետև այս հաղորդման ընթացքում, որ մենք խոսելու ենք հիմա, առնվազն 2-3 ռուսական զինվոր զոհվելու է մեր խոսակցության ընթացքում։ Օրական զոհվում է եւ վիրավորվում է 1000 մարդ։ Հիմա պատկերացրեք ժամը քանի մարդ, հա, եթե բաժանենք 2-3 քիչ ասեցիք այդ բանը։ Ну, եթե կես ժամում դասավորենք, այո, դա այսպիսի մասշտաբներ ունեցող այսօր հակամարտություն է եւ ամբողջ տարի հենց որ նվազում էր այդ հավաքագրումը Տրամփը ես կարող եմ օրերով ցույց տալ անդես էր գալի նոր հայտարարություններով, որ հեսա պատերազմը ավարտելու է դա, բացի Ռուսաստանում կամավորականների հավաքագրմանը, ուրիշ ոչ մի պրակտիկ հետևանք տեսնում ենք, որ չի ունեցել։ Ну, ինչեր ԱՄՆ-ն ուզում, որ Ռուսաստանը պատերազմը երկարացնի, շարունակի։ Երկարացնի։ Այո, այդ միտումը երկու բանի մեջ է դրսևորվում։ Մի կողմից ԱՄՆ-ն Տրամփի վարչակազմը սահմանափակեց օժանդակությունը Ուկրաինային, մյուս կողմից, ինչպես ասեցի, այսպես քարոզչական օժանդակություն տվեց Վլադիմիր Պուտինին, անձամբ եւ իր անցավոր ռեժիմին, ինչը որ պրակտիկ այսպիսի այդ ինչ որ նկարագրեցի ազդեցություն ունեցավ, հավանաբար ԱՄՆ-ի ռազմավարությունը Ռուսաստանին ավելի մեծ վնաս պատերազմով պատճառել։ Ինչքան երկար է տևում պատերազմը, այդքան Ռուսաստանը ավելի է մխրճկվում եւ տեսական ծանր վիճակի մեջ եւ ռազմական ռեսուրսները իր բնականաբար դուրս են գալիս։ Այսինքն
ԱՄՆ-ի այսպես անալիտիկ, հա, չի փոխվել ռազմավարություն Ռուսաստանի ռեսուրսների մաշեցման Ուկրաինայի ջանքերով։ Իհարկե, ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ Ռուսաստանը որպես պետություն փլուզվի։ Իսկ դրա համար ինքը պետք է լավ մաշվի, լավ դուժի այս պատերազմից։ Գնանք այդ պարագայում Պուտինի կողմից ռացիոնալ հաշվարկը պետք է որ լիներ այն պահպանել ունեցածը եւ թույլ չտալ փլուզում եւ ռեսուրսների շարունակական նվազեցում, հաշվի առնելով, որ Թրամփը, ասենք, ինքն է առնվազն հայտարարում, որ Հնդկաստանին հաջողվել է, այսպես ասենք, հարկադրել, որ ավելի քիչ էներգա ռեսուրսներ կնեն։ Դա հայտ էր, որ դա այդպես կլինի, այսինքն այդտեղ էլ Ռոբերտ նույն օրինակն է, այսպես միանգամից չկտրեցին բոլոր ֆինանսական աղբյուրները Ռուսաստանի համար, այլ պահեցին, նվազեցրեցին եւ երբ որ հարմար են գտնում ինչ որ մի էլեմենտ հանում են, այսպես ասած, երկու նավթային հսկաները նպատակը աստիճանաբար, այսինքն եթե այդ ամեն ինչը կտրուկ արվեր, Ռուսաստանը իսկապես կկանգներ ընտրության առջև շարունակել պատերազմը, թե կանգներ, կհավասարակշռ։ Իսկ երբ որ դա մեղմ է արվում, միշտ Ռուսաստանի ղեկավարության մոտ կա տպավորություն, որ իրենք բան ունեն, այսպես ասած, հնարավորություն ունեն ամրության որոշակի գործակից ունեն շարունակելու պատերազմը եւ իրենք ըստ էության խաղում են հիմա ամերիկացիների գծած այսպես ասած սցենարով, այդ սցենարից չեն կարա դուրս գան, որովհետեւ այսպես ասեմ, արմատական որոշումներ Վլադիմիր Պուտինի եւ ամբողջ վերնախավի, որը իրենք կոլեգիալ ընդունել են, որ Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները հետագայում Զապորոժիայի եւ Խերսոնի մարզերը իրենք միացնում են Ռուսաստանի դաշնության։ Եվ դա է նրանց պայմանը։ Եվ դա հիմա իրենց այրում է հնարավորություն, կամուրջիների այրումն էր դա։ Սահմանափակում է հնարավորություն հետ նահանջի, մանյովրի եւ այլն։ Իրենք ունեն միայն մի ուղղություն շարունակել, ընդ որում պատերազմն այնպես է դասավորվել, որ Ռուսաստանը անընդհատ պիտի հարձակողական գործողություններ անի, անընդհատ ռեսուրսներ ծախսի դրա վրա, մարդկային ռեսուրսներ միշտ չէ, գործնում ավելի շատ։ Հիմա հարաբերությունները կորուստների մեկը 3-ի է, մեկը 4-ի վնաս Բայց Ուկրաինան էլ լավ դիմակ է, պարոն Ղուկասյան, մի քանի ամսից փետրվարին 4 տարին դուք պատկերացնում եք 4 տարի այդ երկիրը դա սովորական ռազմավարության հաշվարկի վրա ռեսուրսների դա կառավարման էլեմենտար բայց անհավատալի էր թվում նման դիմակայության աստիճան Ուկրաինա չգիտեմ մի տեսակ կամ էլ քարոզչության տակ են շատերը որ Ռուսաստանի բանակը ամենազորը չի դիմանա Ուկրաինան ԱՄՆ-ն իրականացրեց շատ լուրջ հակահետախուզական օպերացիա Ռուսաստանին այս պատերազմի մեջ ներքաշելու համար իմ համոզմունքն է իրենք բոլոր նախադրյալները ստեղծեցին որպեսզի Կրեմլում առաջանա պատկերացում որ իսկապես կարելի է Ուկրաինայում իշխանափոխություն անել եւ բանակի աջակցությամբ նոր կառավարություն հաստատել Կամ պատերազմը սկսելու մտքին, հա, այսինքն Պուտինը գա պատերազմը սկսելու իրենց հաշվարկով, իրենց հետախուզական տվյալներով, իրենց այն տեղեկությունների հիման վրա, որ Կրեմլը տիրապետում էր 22 թվականի փետրվարի դրությամբ, իրենք ունեին խորին համոզմունք, որ Մեդվեդչուկի կառավարությունը դարավոր է այսպիսի եղանակով բերել իշխանության եւ այսպես ռազմավարական խնդիր լուծել բայց երբ որ իրենց իսկապես այդ փուլում դա ճիշտ է անվանել ոչ թե պատերազմ այլ օպերացիա երբ որ օպերացիան սկսվեց իհայտ եկավ որ տեղում գործակալները որոնք որ պետք է իրենց աշխատանքը անեին այն մարդիկ ովքեր որ վարձված էին որպեսզի այդ սցենարը կյանքի կոչեն իրականացնեն, բոլորը կրկնակի գործակալներ են, այսինքն աշխատում են երկու կողմի համար, ոմանց, ով որ այդպես չէր, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մեկուսացրեց շատ արագ, այսինքն իրենց հսկում էին եւ թողում էին, որ իրենք մինչ այդ, այսպես ասած, գործեն, այդ ամբողջ ցանցը Ռուսաստանի
վերացվեց մի քանի օրում եւ Ռուսաստանը կանգնեց փաստի առաջ, որ ինքը արդեն պատերազմի մեջ է։ Իրենք ենթադրում էին, որ տեղի լինելու կառավարության փոփոխություն, բանակը ընդամենը երկրորդական դեր կխաղա այն իմաստով, որ նոր կառավարությունը կպաշտպանի ժողովրդից, այսպես ասած, ունեն փորձ Աֆղանիստանում 1979 թվականի դեկտեմբերին իրենք այդպես հեռացրեցին ամինին եւ վերեցին Կրեմլին ավելի, այսպես ասած, մոտ կանգնած կառավար։ Մի կոմունիստական ղեկավարին փոխարինեցին ուրիշ կոմունիստական ղեկավարությունով եւ ունեին բազմաթիվ դրական իրենց համար փորձեր Սիրիայում, Վրաստանում, Աբխազիայի եւ ավելի ճիշտ Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիան կանխելու ժամանակ Ռուսաստանը իրեն ինքն իր գնահատականով իր ռազմական ուժերը բարձր գնահատեց եւ այլն, այսինքն ուներ success story-ներ, ինչի ենթադրում էր, ինչի գնահատում էր, չէ՞ որ նման սխալներ իրենք երկու բանի պատճառով են գալի։ Թերագնահատվում է հակառակորդը եւ գերագնահատվում են սեփական ուժերը։ Դա 3000 տարի առաջ ձևակերպել էին Չինաստանում եւ գրքեր էին գրել ռազմավարությունների, բաների մասին եւ այլն, այսինքն ռազմական արվեստը, ռազմական գիտությունը, այսպես ասեմ, այդ երևույթը վաղուց մշակել է, գնահատում է եւ հիմք է ընդունում։ Երբ որ գետնից կտրվում են էլիտաներ, այսպես ասենք, իրողություններից, հա։ Տվյալ դեպքում Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում, բացի նրանից, որ կտրվել էին էլիտաները եւ որոշակի քաղաքական արդեն սցենարի մեջ էին, որը չէին կարող փոխեն, Ղրիմի անեքսիայից հետո, նաեւ իրենք զոհ դարձան հետախուզական լուրջ գործողությանը, որովհետև ակնհայտ է բոլորին, որ Ռուսաստանի Դաշնությունը չէր կարող պլանավորել երկարատև պատերազմ։ Հիմա եթե մենք վերադառնանք Ուկրաինային, անդրադառնանք, ապա հակառակը Ուկրաինան չէր կարող ակնկալել, որ պատերազմի դեպքում այն արագ կավարտվի։ Այսինքն Ուկրաինան ի սկզբանե պատրաստ է եղել, Ուկրաինայի ղեկավարությունը, Ուկրաինայի զինված ուժերը, Ուկրաինայի պետական բոլոր կառույցները ի սկզբանե պատրաստվել են երկարատև պատերազմի։ Իրենք այլ բան ծրագրավորել պարզապես չէին կարող։ Իրենք չէին կարող հաշվարկել, որ պատերազմը արագ կվերջանա։ Հաշվառնելով ռեսուրսների բաշխում։ Իրենք պիտի հասկանային, որ պատերազմը կարա ավարտվի երկար ժամ, բայց հանդեպսանը այդպես չէին կարող մատուցեին։ Եվ իհարկե կա եւ ուկրաինական քարոզչությունը, որը որ ուկրաինական հաջողությունները ուռճացնում է, քաջալերում է ժողովրդին, որ ժողովուրդը շարունակի դիմադրել եւ այլն, բայց մեծ հաշվով այն ինչ որ մենք այսօր ունենք, զարգանում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, եվրոպական պետությունների գծած սցենարով, որտեղ որ Ուկրաինան ըստ իր այդ սցենարի իր դերի մեջ է եւ իր ծրագրի մեջ է, այդպես էլ իր համար կյանք լիներ, իսկ Ռուսաստանի Դաշնությունը ուրիշների, այսպես ասած, գծած բանով է գնում մինչև այն կետը, որտեղ որ չգիտի իր համար ինչ են վերջում նախապատրաստել։ Բայց իմ կարծիքով ԱՄՆ-ն իհարկե ենթադրում է, որ ավարտը պիտի լինի այն, որ Ռուսաստանը պիտի վերանա որպես գերտիրություն, այսինքն Ռուսաստանը պիտի հրաժարվի իր միջուկային զենքի պաշարից։ Եվ գեոպոլիտիկ հավակնություն։ Դրանից հետո դրանից բխում է բոլոր գեոպոլիտիկ հավակնությունները։ Բայց մյուս կողմից լսում ենք, որ եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին խոսելիս, թե եվրոպական լիդերները, թե ամերիկյան, ընդհանրապես ՆԱՏՕ-ն հարկադրված է լինելու Ռուսաստանի տեսակետը հաշվի առնելով հենց այդ պետության ունեցած մեծ ռեսուրսները, անցյալի պատմությունը, խորհրդային կայսրությունը հիշում եք, Եվրոպայի կեսներ հասել։ Այսինքն առանց Ռուսաստանի Եվրոպայի անվտանգությունից խոսելը բարդ կլինի։ Ես հետևել եմ այդ դիսկուսիաներին, իրենք բոլորը կարծես թե խոսք գնում է ապագա Ռուսաստանի մասին։ Հաջորդ Ռուսաստանի մասին։ Հաջորդ ռեժիմի մասին։ Հաջորդ ռեժիմի մասին, որովհետև կա կարծիք, որ Պուտինի ռեժիմի տապալման հետևանքով Ռուսաստանում ձևավորվելու է ավելի կարծր, ավելի տոտալիտար, ավելի այսպես ասած միլիտարիստական ռեժիմ, եւ դրա մասին է խոսքը, որ դրա հետ ինչ անել հետագայում։
իլյուզիա, որ Պուտինի ռեժիմի փլուզման արդյունքում Ռուսաստանում կարող է ժողովրդավարական, իհարկե ջանքեր գործադրվում են այդ ուղղությամբ։ Հիմա կառավարություն են փորձում եվրոպացիները ստեղծել եւ ճանաչել, այսպես ասած, Եվրոպայում այդ Խադարկովսկին Դուք պատկերացնում եք Ռուսաստանում նորմալ իշխանություն կա ժողովրդավարական եւ այդ պետության ռեսուրսները օգտագործվեն նորմալ պետություն կառուցելու համար եւ դա դառնա իրական մրցակից արևմուտքին։ Դա նրանց պետք է ավելի լավ չի իրրացիոնալ, կիսապես գժական, կայսերապաշտական ինչ որ ռեժիմ լինի, որին անընդհատ հարցը դա չի ինչա պետք արևմուտքին, հարցը ինչ է պետք ռուս ժողովրդին։ Եվ Ալեքսեյ Նավալնին ուներ տեսլական, որով կիսվում էր եւ փորձում էր քաջալերել ռուս հասարակությունը, ռուսական հասարակությունը, որ Ռուսաստանը ունի ժողովրդավարական ազատ ապագա, ազատ եւ բարեկեցիկ ապրելու ապագա։ Բայց չխեղդվեցին այդ ձայները, պարոն Ղուկասյան։ Փոփոխությունների այդ ձայները խեղդելու համար Ռուսաստանը գնաց Ղրիմի անեքսիային։ Ղրիմի անեքսիայով խեղդեցին քաղաքացիական շարժումը Ռուսաստանում։ Քաղաքացիական շարժումը հասունացել էր այն աստիճանի, որ արդեն կարող էր լուրջ ազդեցություն ունենալ ավտորիտար այդ ռեժիմի վրա եւ այնտեղ կայացվեցին որոշումներ անեքսիայի միջոցով Ղրիմի ռուս ժողովրդին մատուցեցին արտաքին հաղթանակ, դա այսպես ասած անջատեց քաղաքացիական շարժումը, ընդվզումները Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ պայմանավորված է ոչ թե այդ ֆեյք է իմ կարծիքով պարզապես փաթեթավորում է որ հավաքենք ռուսական հողերը վերականգնենք կայսրությունը եւ այլն իշխանությունը պահելու անհրաժեշտությունով էր պայմանավորված այդ գործողությունները Ուկրաինայի դեմ եւ մնացած այդ թվում եւ Արցախի դեմ փոխկապակցված այսպես ասած մեկը մեկի հետ տրամաբանորեն կապ ունեցող իրադարձություններ են, քաղաքական որոշումներ են, որը որ Կրեմլը ընդունում էր նպատակ ունենալով իշխանությունը անշուշտ պահելու։ Մասնագետների տեսակետից Ռուսաստանի Դաշնությունը այսօր մաֆիոզ պետություն է։ Շարունակում է մնալ մաֆիոզ պետություն որակ որպես, էլի, կրիմինալ պետություն։ Պետություն, որտեղ որ Դե մենք որ դեպքում կասենք, որ սա կոռուպցիոն կրիմինալ պետություն է։ Այն դեպքում, եթե պաշտոնատար անձանց կեսից ավելին իրենց առօրյա գործունեության մեջ ղեկավարվում են կոռուպցիոն նպատակներով։ Եթե կեսից ավելին այդպիսին են, պետությունը արդեն հանգիստ կարելի է որակավորել կոռուպցիոն։ Եթե 10%-ից ավելին են այդպիսի պաշտոնյաներ, կարելի է ասել, որ ազատ է կոռուպցիան տվյալ պետության մեջ։ Եվ նորմալ պետության մեջ, իրավական պետության մեջ կոռուպցիան լավագույն դեպքում 3-4% պաշտոնյաների կարող են հանցագործություններ իհարկե, քանի որ ոչ վերևի, որովհետև 50% եւ ավել պարտադրանք է բոլոր պաշտոնյաներին լինել կոռումպացված եւ կոռուպցիան դա կառավարման, այսպես ասած, ռեալ նպատակն է։ 5-10%-ից ավել նշանակում է, որ վերնախավը, այսպես ասած, շատ մխրճված չի կոռուպցիայի մեջ, բայց չի կարող իշխանությունը պահել առանց միջին պաշտոնյաների, հա, այդ լայն խավի, եւ դրա համար կոռուպցիան շարունակում է ազատ լինել բավականին պետության մեծ հատվածում, բայց ոչ թե 50 եւ ավել, էլի։ Եվ բնականաբար, երբ որ իշխանությունը կախված չի կոռումպացված այդ խավերից, էլիտաներից եւ այսպես ասած հաստատում է իրավական պետություն, լավագույն դեպքում 3-ից 5% պաշտոնյաներ կարող են ծրագրավորել հանցագործություններ զբաղացնելով տարբեր պաշտոններ իշխանության չարաշահում եւ այլն։ Ինչ որ Եվրոպայում ենք մենք պրինցիպի տեսնում։ Եկեք հասկանանք հետեւյալը նաեւ, պարոն Ղուկասյան, ինչքանով է արկա շանս, որ Եվրոպական միությունը ընդարձակվի ի հաշիվ նախկին ռուսական գաղութների, ասենք Մոլդովա, Հայաստան, Ուկրաինա։ Հարցը ճիշտ չեք ձևակերպում։ Դուք ինչ ճշգրտեք, հետո շարունակենք։
Դա ոչ թե շանս, այլ դա ծրագիրն է Եվրոմիության եւ կոնֆլիկտը քաղաքական վերջին 30 տարի դրա մեջ է։ Հələ մի հատ ասեք Եվրոմիության կազմում 27 պետություններից նախկին սոցիալիստական պետությունները քանի հատ են։ Ես ձեզ հասկացա, Արևելյան Եվրոպայի պետություններ։ Բացի այդ 3 հանրապետություն Խորհրդային միությունից արդեն ընդեղ են եւ եւս 6 հանրապետություն Եվրոմիությունը ուզում է որ միանան, ոչ թե ուզում է, այլ համաձայն է որ միանան իրան։ Ես շնորհակալ եմ այդ Արևելյան համագործակցությունը դրա մասին է։ Եվրոմիության գեոպոլիտիկ սահմանները գնում են Ուկրաինայով, Բելարուսով, Մոլդովայով, Վրաստանով, Հայաստանով, Ադրբեջանով։ Այս պահին պարզ է որ Բելարուսը եւ Ադրբեջանը, այսպես ասած, դեռ երկար մնալու են կոռուպցիոն հանցավոր ռեժիմների Եկեք իմ հարցը ուղղեմ շարունակենք, հա, շնորհակալ եմ այդ ուղղման համար, կարևոր էր եւ դրան է դիմադրում Ռուսաստանը։ Այո, եւ Ուկրաինայի դեմ պատերազմը սկսվեց Եվրոասոցիացիան համաձայնագրի թեմատիկան շահարկելով։ Ինքը սկսվեց ներքին պատճառով, որովհետեւ ռուս ժողովուրդն էլ է ուզում ապրել ժողովրդավարական իրավական պետության մեջ։ Այսինքն պատժելով Ուկրաինային պատժեց նաեւ Եվրոմիության տարածումը ոչ թե ռազմական իմաստով վտանգ է ստեղծում Պուտինի ռեժիմին, այլ իր երկրում մարդիկ նայելով Եվրոմիությանը ապրող բաներ իրենք են սկսում այսպես դեմ դուրս գալ ռեժիմի Նավալնին ինչի էս հիշատակեցի իրենք վերցնում են եվրոպական պետությունների կյանքը որպես իդեալ եւ տարածեցին դա հանրության մեջ։ Շատ լավ, պարոն Ղուկասյան, մենք տեսանք ՆԱՏՕ-ի ուժեղացումը ըստեյության համախմբում եւ ընդլայնում դեպի Ռուսաստանի սահմաններ այս պատերազմից ի վեր։ Շվեդիա, Ֆինլանդիա դա նկատի ունեմ եւ իհարկե Թրամփը կազմի ավելացում Թրամփը եկավ ոչ փոխեց ամեն դեպքում ըստեյության հարկադրում է 5% նայի ավելացնեն եվրոպական շատ երկրներ ուղղակի հարկադրված են առնվազն ԱՄՆ-ի այդ հարցին պատասխանել արդյոք բարձրացնում են թե ոչ եւ մենք կարող ենք գործ ունենալ եվրոպական մայրցամաքի ռազմականացման տեմպերի բարձրացման հետ կհամաձայնեք թե չէ դուք քիչ անց կասեք եւ Հայաստանի արտգործնախարարը վերջերս ասում էր Հայաստանը կարող է հայտ ներկայացնել ԵՄ-ի 1 ամսվա կամ 1 տարվա ընթացքում եւ այսպես տեղեկություններ են պատտվում որ դա կարող է տեղի ունենալ եկող գարնանը երբ որ եվրոպական քաղաքական համայնքի ժողովն է տեղի ունենալու Հայաստանում եւ ակնկալվում է որ եվրոպական լիդերներ այստեղ կգան ընտրություններից առաջ ԿՊ-ի համար դա շատ լավ հաղթաթուղթ կարող է լինել որ տեսեք գնում են Եվրոպա բայց ներքին հարցին կամ եվրոպացիները եկան Հայաստան այո բայց այստեղ եկեք նկատենք նաև որ եթե դա տեղի ունենա ասում է ռուսական տարածքն է աստիճանաբար կրճատվում ազդեցության տարածքը մի բան էլ ավելացնեմ նոյեմբերի 9-րդ կետով ռուսական ԱԴՑ-ն չէ մեղրիում պետք է կանգներ այդ ճանապարհը հսկեր եւ հիմա եթե Թրամփի ուղի է ստեղծում արդյոք դա նշանակում է որ ունենում ենք ասես ասենք Ռուսաստանի ազդեցության առնվազն թուլացում այն իմաստով որ նախ իրենք չեն կանգնում ամերիկյան հայ-ամերիկյան ինչ-որ ընկերությունը եւ երկրորդը եթե այսպես ասենք այս հետսովետական երկրները թափով գնում են Եվրոպա ինչ է տեղի ունենում այս կառուցվածքը ոնց է դուք տեսնում ամենի շուրջ պարզ խոսել Վաշինգտոնում մեծ հաշվով ոչ թե կնքվեց խաղաղության պայմանագիր, հա, նախաստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ հաստատվեց այն փաստը, որ Ռուսաստանի Դաշնությունը համաձայն է, որպեսզի ԱՄՆ դառնա Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Դա է նշանակում։ Ընդհանրապես դա Թրամփ ուղին տրիպ ոչ մի այսօր կոնկրետ բովանդակություն չունի մեծ հաշվով։ Ամեն դեպքում դա առաջին հազգի բացառում է քաղաքական իր բովանդակությունը հետեւյալն է դա կարար տեղի ունենար միայն եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարության միջեւ Հայաստանի մասով կա որոշում որ Ռուսաստանի Դաշնությունը այսուհետ դադարում է լինել Հայաստանի անվտանգության երաշխավորը ուներ չէ ինքը այդպիսի տիտղոս, որով մենք շատ հպարտանում ենք տիտղոս կոչենք եւ հիմա այդ տիտղոսը իրենք հանձնում են ԱՄՆ-ին դրանից բխող Հայաստանի համար թե քաղաքացիների թե պետության համար բոլոր հետևանքներով բոլոր սկսած այդ տրիպից վերջացած եսի ինչ որ չի կարա լինի տրիպը կողք կլինեն ռուսական սահմանափակներ
այդ ինչը որ Փաշինյան, Պուտին, Ալիև 19 թվականին իրար մեջ պայմանավորվում էին, որ ոնց բերենք ռուսական զորքերը, հա, Արցախ։ Պատերազմա պետք բան, հետո հաշտվենք, հետո ոնց է լինելու։ Հետո ճանապարհը, մի ճանապարհը լինելու է բան, Լաչինի միջանցքով, իսկ մյուս ճանապարհը Նախիջևանը բանի հետ կապող, Ադրբեջանի հետ կապող լինելու է սահմանային գոտով, որտեղ որ FSB-ի տարածքն է հսկողություն է 500 մետր թե ինչքան, հա, մենք սահմանին օրենքով ունենք արագից տարածք, որտեղ քաղաքացիների մուտքը սահմանափակված է միայն անձնագրերով։ Եվ նոյեմբերի 9-ի իրենց այդ մատուցած որոշման մեջ, որը նորից եմ իմ համոզմունքն է, որ նախապես է այդ ամեն ինչի գլխանց որոշվել, միտքը նա էր, որը տեղով կանցնեն ճանապարհները, ադրբեջանցիները անվտանգ կանցնեն, կգնան կգան, որովհետև քաղաքացիների մուտքը առհասարակ այդ գոտի արձանագրային է, սահմանափակված է եւ խնդիր չի լինի ադրբեջանցիների անվտանգության։ Սրա մասին էր այդ մոդելը։ Այդ մոդելի մասին այսօր այլևս խոսել, համեմատել իմաստ չունի, որովհետև մեծ հաշվով արցախցիների որոշումը չենթարկվել ռուսական սցենարին, որը որ ենթադրում էր, որ արցախցիները պիտի ընդունեն մի մաս արցախցիներ, գոնե 10-20 հազար ադրբեջանի քաղաքացիություն։ Իրենց առաջարկում են դրա համար փող, վարկեր, չգիտեմ ինչեր, մարդիկ հրաժարվեցին։ Ամբողջ այդ պլանը տապալվեց դրանով, որ արցախցիների կոլեկտիվ միամուր դուրս գալը այս վիճակում, որի մեջ Արցախը դրված էր Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ ուժերով վիճակի մեջ, ինքը այն դրությունը ստեղծեց, որ կա հիմա էթնիկ զտման փաստ, որի հետ հիմա պիտի այդ Պուտին իրենք Ալիև, Մալիև ապրեն։ Բայց Ռուսաստանը 3 տարով չէ մտել Արցախ։ Ռուսաստանը հիմա արդեն պարզ է, որ մտել էր նրա համար, որ զինաթափի հայկական բանակը եւ աստիճանաբար հանձնի ռեգիոնը ադրբեջանական ղեկավարման ներքո եւ իրենց ժամկետը, որը իրենք նախատեսում են, ենթադրում էր որպես անհրաժեշտ ժամկետ իշխանությունները պատրաստեն ժողովրդին ինտեգրացիայի համար։ Եվ դա այդ ամբողջը Արցախի հանրապետության լուծարման մասին հրամանագրում գրված է, չէ՞, որ դուրս են գալիս SS, իսկ ով որ ուզում է անհատական կարգով կարող է գնալ քաղաքացիությունը մտնել կայք եւ ստանալ, մտնել կայք, դիմում գրել, քանի հոգի մտան դիմեցին 10։ Էդ էլ պարզվեց, որ գործակալներն էին ընդդեմից Ադրբեջանի, այսինքն մեծ մասը 10-ից երևի 9 մեկը գիժեր, իսկ մնացածը իրենց գործակալներն էին, ովքեր որ փողով հայրենիքը ծախել էին, էլի։ Այսինքն այդ պլանը ավարտվեց ֆիասկոյով, հիմա այդ ֆիասկոն հիմա փորձում են բոլորը չտեսնել, որ այդ խնդիրը կա եւ այլն, բայց ինքը շարունակում է մնալ, էլի։ Բոլորի համար խնդիր է, նաեւ Հայաստանի ղեկավարության համար խնդիր է։ Որովհետև դա fake է դարձնում այդ ստորագրած այսպես կոչված խաղաղության պայմանագրերը, բան, քանի դեռ չի լուծվում այդ մարդկանց, չէ, իրավունքն է ազատ ապրելու սեփական հայրենիքում եւ այլն։ Ամեն դեպքում ուժային հարաբերակցություն է փոխվում ռեգիոնում ստացվում։ Ոչ թե փոխվում է, այլ Ռուսաստանի իրավիճակը ես այդ պատկերը ինչի տվեցի, որ հասկանանք։ Ռուսաստանը ներքաշված է մի սցենարի մեջ, որտեղ ինքը այլևս փոխել ոչ մի բան չի կարող։ Ինքը ունի մի ճանապարհ դեպի անդունդ։ Փորձում է բռնվել ճանապարհին, ինչից որ հնարավոր է բռնել։ Ինչ որ կարելի է զոհաբերել, զոհաբերում է։ Հայաստանը Ռուսաստանին այս պահի դրությամբ դա այդ որոշումը տարիներ առաջ է ընդունված, էլի, ինչի Արցախը որոշեցին անձնել Ադրբեջանին։ Նու բացի նրանից, որ Ադրբեջանը իր կոռուպցիայով դաշտ նախաստեղծեց այդ ամեն ինչի համար, նաև ռուսական ղեկավարությունը Ադրբեջանն են համարում կարևոր պետություն, որը պիտի պահեն։ Հայաստանը այս դասավորության մեջ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Հայաստանը ամենաանպետք պետությունն է։ Վրաստանը կարևոր է, որովհետև տրանզիտ է, առանց Վրաստանի Ադրբեջանը իմաստ չունի։ Հայաստանը չի ազդում այսօր գործող այդ տրանսպորտային ուղիների վրա եւ այլն, իսկ այդ խոսակցությունները, որ Հայաստանով ալտերնատիվ ուղիներ կարան անցնեն, օդա մեծ հաշվով։ Գոյություն ունեն արդեն այդ բոլոր կոմունիկացիաները,
Նավթը, գազը, ճանապարհը, երկաթգիծը ամեն ինչ կա, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Եվ դրա համար, այո, Վրաստանը եւ Ադրբեջանը կարևոր պետություններ են Ռուսաստանի Դաշնության համար։ Դրա համար Ադրբեջանը 2 ձեռով պիտի պահի Ռուսաստանի Դաշնությունը ու դա համապատասխանում է այս ամբողջ, այսպես ասած, սիտուացիային, երբ որ հայերին կարող են զոհաբերել, խնդիրը կայանում էր նրանում, որ ինչի դիմաց ինչ ստանալ, փոխարինել Ղրիմով, փոխարինել ինչ որ ուրիշ կարևոր բանով, էլի, եւ այդ արևտուրը ԱՄՆ, Ռուսաստան, ինքը այդ մակարդակով է գնում, որ Ռուսաստանի ձեռքում էր Հայաստանի անվտանգության երաշխավորի տիտղոսը։ Հայաստանը միայն հեղափոխությամբ կարող էր դա փոխել։ Ու տեսանք, որ հեղափոխություն եղավ, տիտղոսը մնաց իր տեղում, հեղափոխական իշխանությունները տեղավորվեցին, լողոզեցին այդ հանգամանքը բանման, ասին էսի հեղափոխություն էր, բայց ամեն ինչ կմնա ոնց որ եղել է։ Մի քիչ կոռուպցիան կնվազի։ Եվ ավելի շատ ռուսական ծրագրերը Արցախի պատմությունը դրա մասին է իրականացվելի դարձան այս նոր ղեկավարությամբ, քան նույնիսկ նախկին ղեկավարները իրենք սահմանափակ էին իրենց այդ Հարաբաղցի լինելով բան եւ այլն, չէին կարող այդ աստիճանի որոշումների գնային, ինչու որ ժողովրդավարական հեղափոխության բռնի, անփորձանք, չգիտեմ ինչ ոնց է քնքուշ մոռացա այդ խոսքերը։ Սիրո եւ հաջողական։ Հիշեցնի Փաշինյանը հերթական անգամ, այդ հեղափոխության արդյունքում ձևավորված սրտիկներով էս բանը։ Այդ սրտիկներով բանն է, էլի։ Բայց հիմա խնդիր է, որովհետեւ այդ դասավորության մեջ երբ որ Ռուսաստանը ձեռները լվանում է, ասում է ձեզ վերցրեք այս Հայաստանը ինչ ուզում եք արեք, բայց իրենք այնտեղ ինչ որ դիմացը բան են ուզում։ Հավանաբար Ղրիմը։ Ուզում են, որ ԱՄՆ-ն ճանաչի, որ Ղրիմը կամ վիճելի տարածք է առնվազն, կամ Ռուսաստանի Դաշնության մաս է եւ այլն։ Հիմքեր ունի որոշակի, որտեղ Ղրիմը Ռուսաստանից փոխվել է Ուկրաինա տարիներ առաջ, բնակչություն ամենակարևորը միշտ բնակչությունն է։ Հիմա եթե Ղրիմը մի պահ պատկերացրեք, Ղրիմը Դոնբասը, Լուգանսկը անցավ Ուկրաինայի հսկողության տակ։ Մարդկանց հետ ինչ է լինելու։ Տրոյական ձի է ըստեյության։ Չէ, ինչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք որ 4 տարի զենքը ձեռքին կռվում էին Ուկրաինայի դեմ։ Ռուսաֆիկացված բնակչություն։ Պետությունը նոր պիտի գա, այդ մարդկանց ինչ անի։ Կալանավորի, դատապարտի, ամնիստիա։ Չես կարող մի քանի միլիոն Կարաս վստահես այդ մարդկանց։ Արտաքսես, չես կարող։ Չես կարող արտաքսես, չես կարող պատժես։ Պիտի թողնես քո հասարակության մեջ քո ճշնամիները ապրեն։ Քո, այսպես ասած, ազգային գաղափարի, երբ որ նման կոնֆլիկտներ լինում են, տեսեք, ինչի Արցախը չի կարող ինտեգրվել Ադրբեջանի կազմում։ Որովհետև արցախցին չի կարող ծառայել Ադրբեջանի բանակում դեմքով նայելով Հայաստանի Հանրապետություն։ Իսկ մինչև ծառայելը ինքը չի կարող երթում տալ։ Դե, հա։ Չես կարող երթում տաս նրան, Դոնբասի բնակչությունը չեն կարող երթում տան Կիևի, բանին այդ հանրապետությանը, Ուկրաինայի հանրապետությունը, Ղրիմի քաղաքացիները, մարդիկ Եվրոպայում բանում հասկանում են այդ հանգամանքը։ Այդ որ ասում են սահմանները Ուկրաինայի ոնց է, դիսկուսիան Ուկրաինում էլ կա։ Սառեցնել ներկա սահմանները։ Որ տարածքները պետք է ռուսական զորքերը թողնեն, հետ վերադառնան, որտեղ բնակչությունը այդ ռուսական բնակչությունը տենց չես կարող իրենց դնես պայման։ Արցախում դրեցին պայման, տեսան, չէ՞, ինչ եղավ, մարդիկ բոլորը գնացին։ Դե հիմա պիտի ձև բռնեն, որ էտի, այստեղ պսի խնդիրներ կան բոլոր կողմերի համար։ Եվ ամփոփելու, եթե լինենք, ինչ սպասել այդ ուղղությամբ, թե մենք մի տարի հետո էլի այս տաղավարում ռեսուրսների գնահատման հարց կա, Ռոբերտ, ռեսուրսները։ Հիմա տեսեք, Ռուսաստանը սկսել էր թվով, ես պրոստը տանկերը վերցնեմ որպես ցուցիչ, որտեղ տանկ, ռետանի, ինքնաթիռ, բան եւ այլն, մեծ չէ շկալա։ Ռազմամթերք, ռազմական այդ արկեր, մարկեր եւ այլն։ Տանկերով վերցնենք։ Ըստ թղթի պաշտոնական ուներ 10000 տանկ, 2500 զորքում, բանակում, 7500 պահեսներում։ Հիմա ունի 2000 զորքում ու պահեսներում ունի 0։ Այսինքն այս ընթացքում 4 տարվա ընթացքում պահեսները դատարկվեցին Ռուսաստանի Դաշնության։ Ռուսաստանը կարող է այս մարտերի տեմպով շարունակել, մաքսիմում կես տարի։
Շատերը ասում են, որ եկող տարի գարնանը Ռուսաստանը կկանգնի հետևյալ որոշման առջև, որ եթե իրենք շարունակում են պատերազմը, իրենք արդեն պիտի նետ, նիզակ, այդ լեվելին իջնեն, եթե մարտական գործողություններին նայեք, ապա կտեսնեք դեգրադացիան ռազմական արվեստի, արդեն չկան դիվիզիաներով օպերացիաներ, բրիգադաներով օպերացիաներ, նույնիսկ գումարտակներով օպերացիաներ, արդեն փոքր խմբերով է գնում մարտական գործողությունները 4, 5, 10 հոգի ինչ որ տարածքներում, մեծ տարածքներում, մխրճվում են, պահկվում են, կուտակվում են եւ այլն, բայց դա Կուրսկի դուգաչի էլի, երկրորդ համաշխարհային պատերազմի, դա ռազմական գիտության տեսակետից այն աստիճանի դեգրադացիա է, որ առանց տրոլինգի կարելի է ասել, որ հաջորդ փուլը արդեն նետն ու նիզակն է, էլի, որ այդպես, որովհետեւ եւ ռեսուրսներն են պրծնում, եւ մասնագետներն են պրծել, սպառվել եւ այդ ինֆրակառուցվածքը եւ մյուսը, բանակ ինչ որ ինֆրակառուցվածք չունի։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, կհետևենք։ Factor TV-ում հյուրընկալել ենք Անդրեաս Ղուկասյանին։